Սիրելի Աստծո ժողովուրդ, բարև բոլորիդ։ Ես այսօր կուզենամ ձեզ հետ խոսամ այն կարևոր ձեռքբերումների հետ կապված, որոնք ձեռք են բերել այն տարվա ընթացքում։ Միակ բանն, որ ես հասկացա, հետևյալն է. եթե մարդը հոգևոր ոլորտի մեջ չի աճի, ուրեմն կնշանակի, որ շատ սխալ կսնվի ու շատ սխալ տեղերի ցնունդ կստանա, դրա համար է ազատագրում չի կա իր կյանքի մեջ, աճ չի կա, բժշկություն չի կա։ Երկար տարիներ ես լսել եմ տարբեր հովիվների, առաջնորդների քարոզներ, որոնք ունեցել են համաշխարհային ճանաչում, ու ես չեմ տեսել իմ կյանքիս մեջ ազատագրություն։ Հակառակը ես զգացել եմ, որ ես առաջ չեմ աշտա ու ես կընկնեմ էլ ավելի մեղքերի մեջ։ Ու անցյալ տարի Աստված ինձի հետ հզոր գործ կատարեց։ Անկախ այն բանից, որ արդեն ես մոտ 25 տարի ուսումնասիրեմ Աստվածաշունչ, 25-ից 30 ես վերջի տարվա մեջ այնքան խորը ճշմարտություններ եմ իմացել Տիրոջիցս ու այնքան բաներ Աստված ինձի բացեց, ցույց տվել, թե ինչքան մեղքեր կա իմ կյանքիս մեջ, որոնք որ ես չեմ գիտեցել։ Ու անկեղծորեն հավատալով շատ մեղանջել եմ։ Ու ինչն է եղել պատճառը, սիրելիներ, որի մասին ես ձեզ հետ կուզեմ անկեղծորեն ու շատ վստահ ու համարձակ խոսամ։ Սիրելիներ, երբեք որևէ մեկին մի վստահեք, Աստծուց բացի։ Ամենաառաջի հիմքը ձեր հավատքի դարձրեք Աստվածաշունչը, ոչ թե մարդկանց քարոզները։ Ես հասկացա մի բան, որ շատ ճանաչված հովիվներ ու քարոզիչներ բոլորը դժոխքի մեջ են։ Ու երբ որ ես սկսեցի հոգևոր վկայություններ շատ նայել, իմ աճս գերբնական եղավ։ Ես հոգևոր վկայությունների մեջ հասկացա, թե ես ինչի մեղքերից չէի ազատվի, որովհետև լսել եմ քարոզիչների, որոնցից մեկը դժոխքում էր։ Ու հովիվ ճանաչված հովիվ Տիբի Ջոշուան, որ լսելուց հետո ես զգացի, որ իմ վրես ուժեղ շնությամբ հոգու հարձակում եկավ։ Ու պարզվա, որ ինքը շատ մեղքերի մեջ է եղել, դևերին է հոգին ծախած եղել, իջան դժոխքում տեսել են, իջան մասին պատմենքը շատ զոհեր, քանի կույս աղջիկների է բռնաբարել եւ այլն։ Ու նաև ես շատ քարոզիչների հովների մասին իմացա, որ շատերը, որոնք ճանաչում ունին, հարստություն ունին, ձեռքբերում ունին, շատ մեծ փող ունին, բիզնեսներ, ինքնաթիռներ, մեքենաներ, հյուրանոցներ ու տներ եւ այլն, բոլորը ծախված են սատանային։ Ու մենք այսօր կեշտանք իրանց հետևից։ Ես շատ ուժեղ մակռվա ու սրբվա, երբ որ սկսեցի լսել հոգևոր վկայությունները, որտեղ որ ամեն ինչի մասին շատ մանրամասն Հիսուսը խոսացել է շատերի հետ։ Մասներկելու հետ կապված, հագուստ թաքնելու հետ կապված ճիշտ պարկեշտ, քսվելու, հարդարվելու, ու այդ ամեն ինչ եղել է այն տարվա մեջ։ Այն տարին իրոք ինձ համար հզոր տարի էր մաքրվելու, սրբվելու համար։ Անձամբ Աստված ինձ հետ խոսած, որ կոսմետիկան զարդարանքը դևերին հրավիրեք հոտուն։ Ինքնաբավարարման մեղքի համարտերը սպասեց շատ մանրամասն տեսանյութեր ցույց տվեց։ Սեռական հարաբերությունների հետ կապված օրալ ու անալ սեռական հարաբերությունների մեղքեր են, ու ես այս շատ բաների մասին չեմ իմացել, ու երբ որ ինձ հարցրել են, ես ինքս ճիշտ պատասխանները չեմ գիտեցել։ Ու շատ կանանց կամ տղամարդկանց կթվա, թե իրանք այդ հարաբերություններով զբաղվին, որպեսզի իրանց ամուսինը դուրս չգնի, ու չենք գիտեցի, որ դիք իրականում լուրջ մեղք է,
Տիրոջ առաջ, ու դիք դիվական է, ու դպես բաներով զբաղվողները երբեք փրկություն չեն ունենա։ Շատ խորը ձևով Աստված իմ տնիցս մաքրեց շատ իրեր, որոնք դիվական ազդեցություն ունեին։ Օրինակ, ես այսօր այդ մասին է կուզեմ խոսամ, վերսաջիներով հագուստները, սրբիչները, շատ իրեր, որոնք ունին դիվական նշանակություններ։ Փափուկ խաղալիքներ, որոնք հենց ծնունդ կանին թևերից, շատ խաղալիքներ, որ կնայես, կտեսնես, որ իրանք լրիվ դիվական են։ Տան մեջ կրնա ունենաս պադարակախ, դանակ, ու եսօր կակրաս մեկ օրեմ իրա պադարակախ ընձի ցույց տվեց, որի հենց ծերին լրիվ դևն էր նկարած, այդ բանն է ձերքը, սուր էր, ինչ էր, եղանի պես բան էր ձերքը։ Ու այդ ամեն ինչը, որոնք որ մենք այսօր ունեցել ենք մեր կյանքերի մեջ, մեր տան մեջ, դոնք դուր են բացել թևերի համար։ Այսօրվա, որ եթե քո կյանքիդ մեջ կան մեղքեր, որ դու այդ մեղքերից չես հրաժարվի ու դու կշարունակես քո մեղքդ փայփայել, պաշտպանել, դու օրինական դուր կբացես, որ սատանան մտնի քո կյանքիդ մեջ։ Ու Աստված ոչինչ չի կրնայնե, ու ինքը որ կմտնի, արդեն քո մեջ էդ կմտցնե վախեր, դիվական հարձակումներ, կվնասվի քո առողջությունդ, ու կյանքիդ մեջ օրհնություններ չի եղնի, ու ես իրականում գերբնական առաջընթաց տեսա։ Ես անընդհատ առաջ գումարն չէի հասցնե։ Միշտ կաշխատեի պարկեր վերցնեի ու կփակվեի, պարկեր կվերցնեի, բայց երբ որ ես շատ ճշմարիտ ուսմունքները լսեցի ու իմացա, ես արդեն ազատագրվա նաև պարտքեր վերցնելու այդ կապանքից ու արդեն իմ մոտս միշտ փող կար կրնամ օգնեմ ու տամ շատերին։ Ու նաև Աստված նպատակ դրեց իմ մեջս, որ ես ինքս պետական շատ պարտքերից էլ ազատվեմ ու շատերին ունեցած պարտքերից։ Սիրելիներ, ես մի բան եմ կուզենամ բոլորից եմ, նաև ես հասկացա, որ շատ եկեղեցիներում մարդիկ ոչ թե կպաշտեն Աստծուն, այլ կպաշտեն առաջնորդներին հոգևոր, որովհետև հոգևոր առաջնորդները չեն սովորեցնել, որ մարդիկ վստահեն մենակ Աստծուն, այլ կսովորեցնեն, որ իրանք իրականում Աստծուց են ու իրանց խոսքը Աստծուց է, ու հնարավորություն չեն տա Տիրոջից խոսք ստանալու։ Կուզենայի ձեզի հորդոր եմ սեի, Տիրոջով, Աստծուց բացի որևէ մեկի մի վստահեք։ Կսանիցվի են մարդով, որ մարդուն կհուսա ու մարդուն իրան որպես ապավեն կենե։ Աստված նաև ինձի, երբ որ ես քարցնեի Տեր ջան, ես կին եմ, չոր կրած է, որ կինը պիտի լուր կենա ու չսովորեցնի, ես տեսա, թե Աստված իշքան ինձի համարներ բերեց, որոնց մասին կպատրաստվեմ նորից խոսալու, որ կինը ինչքան բաներ կրնայինե ու ինչ կնշանակի կնոջը լուր պիտի մնա ու արդյոք կինը ունի սովորեցնելու իրավունք թե չունի, այդ մասին ես առանձին տեսանյութով հանդես կգամ, բայց ես զգացի, որ ես իշքան կսեմ Տեր ջան, դու ինձի բաց ինքը էլ ավելի հզոր ձևով ինձի կօգտագործեր։ Ու մի բան եմ, ինձի Աստված ցույց տվեց, որ շատ աստվածաշնչյան խոսքեր փակ են կորսվածների համար, իսկ հոգով ազատությամբ քայլողների համար ամեն բաց է ու ճիշտ է։ Աստված ինձ խորություններ կբացեր Աստվածաշնչում, որ եթե կինը լուր պիտի մնա այս խոսքը կսորսեմ, ինչ եղաննան բերանը բացեց ու եկեղեցում սկսեց խոսալ, երբ որ Հիսուս մանկանը տեսավ։ Հենց եկեղեցում էր, որ Աննան սկսեց խոսալ։ Այդ խոսքը բերեց ինձ մի անգամ տվեց, այսինքն պիտի լուր մնաս, երբ որ Տերը քեզի խոսալու չի առաջնորդել։ Կարևոր է գիտենաք մի բան եմ, նաև Տերը ինձի մի հատ բանի պակասել ցույց տվեց այն տարի, երբ որ կանգառը կանգնած է ինձ իսավ, ես քեզի կսիրեմ սուրբ սիրով։ Գիտեք, այդ սուրբ բառը, որ ինձ իսավ,
Ես շատ էի լսոր, Տերս, գսե, ես քեզի շատ կսիրեմ, Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվավ։ Սիրո մասին շատ էի լսել, բայց Սուրբ սերը, Սուրբ բառը ուղղակի աչքերս լցվավ։ Ու ես հասկացա մի բան, որ ես Սուրբ սիրով չեմ սիրեմ մարդկանց։ Այդ Սուրբ սերը լրիվ ուրիշ սեր է։ Ու այս տարի ես կուզենայի, որ իմ ձեռքբերումս դառնար Սուրբ սիրով մարդկանց սիրելը, մաքուր անաղարտ Սուրբ սիրով, որի մեջ գրեթե երևի բոլորս էլ կթերանանք։ Ու երբ որ ինքս սրանով ամենը պիտի գիտենա, թե իմ աշակերտներս է գետի իրար սեր ունենանք, այդ սերը Սուրբ սիրո մասին էր։ Սեր, որը զոհաբերող է, սերը, որ նոր իմ ու քու չի ենե, սեր, որ երբ որ քու եղբորը քու քրոջդ կարիքը քուգդ կդառնա։ Ես նաև հասկացա, որ ինչքան բարձրունքները շատ կեղնի, հարվածները շատ ահավոր ուժեղ կեղնին։ Ինքան ուժեղ կեղն, որ կսես էլ չեմ դիմանա, էլ ուժ չունիմ ապրելու Տեր ինձի վերցրու։ Ու երբ որ այդ վիճակի մեջ կհայտնվես, գիտեցի, որ թևերը խառնվել են իրար, որովհետև դու իրանց համար մեծ վտանգ կհանդիսանաս ու իրանք ամեն կերպ կաշխատին քեզի իրանց ճամփից հեռացնեն։ Երբ որ իմ մամաս մահացավ, ու ես գիշերները 2 օր կհիշեի լաց կեղնեի, արդեն ինձ կարգի սուկ էր պատեի կարոտ մորս նկատմամբ, Տերս ինձ ուժեղ հանդիմանեց։ Սավ, եթե դու միան իրան հիշես, դու թեժող քեշ տաս։ Հումորդ միջոցով ամեն բարիք ես եմ երել, դու իրան կպաշտես ըմի։ Ես քեզի կանչել եմ ազգերի լույս ու փրկության ճանապարհ դու հմի, մահ կփոխանցես, ու երեխես է հետս կուլային, փոքրներս, իրանք էին այդ պահին մոտս։ Ու ես հասկացա մի բանը, որ մահացած մարդկանց համար Աստվածա դու ինչ կրնաս փոխես, հեչ բան։ Մտածե այն մարդկանց կողքը կանգնելու մասին, որոնք կենդանի են։ Ու այդ օրվանից սկսած ես էլ իմ մորս մասին չեմ մտածել, թույլ չեմ տա որևէ միտք գա, որովհետև երել եմ այն ինչ որ Տիրոջից ստացել եմ օրենեմ իմ մորս համար, իսկ մնացածն էլ Աստված գիտե։ Իշքան ուժեղ կուկա հարցակումները վրեդ հիշե, ուրեմն Աստված մեծ գործ պիտի սկսե քեզի հետ, իսկ սատանան ընկած է քու հետևիցդ։ Ես շատ հեշտությամբ հաղթարեցի մորս մահը, ես կյանքում չէի պատկերացնոր, ես կրնամ կան հեշտ կողքի տնեմ, ինձ ծևի կերպնական էր Տիրոջս խոսքը, բես կբավսերդիս, որովհետև նույնիսկ ուժ չունեի լացանելու, այս երեսից կաշին կմարմարար, արցունքներից ես կմարմարար։ Ես զգացի, թե Աստված ինջեղ վերցրեց այդ հուսահատությունը իմ վրայցս գերբնական ցերով մի հատ խոսքով։ Մի բան եմ հաստատ գիտեմ, որ Աստծուց բացի որևէ մեկին չպիտի վստահեք, որ եկեղեցում կուզե էշտաս, ով կուզենի քո առաջնորդդ, ով ինչի մեջ կուզե քեզի առաջնորդե, պարզապես խնդրե թող Տիրոջից հաստատություն առնիս, կամ ստանաս Տիրոջից հաստատություն ստացի այդ ամեն մի խոսքի նկատմամբ, որպեսզի երբեք չմոլորվիս։ Սիրելիներ, սկանը ինչ որ Տերս այս պահին առաջնորդեց օրսեմ, մեծ ձեռքբերումներ բերեցի, շատ բաներից ազատագրվա այն տարի, որոնցից ես ոչ մեկի քարոզների շնորհիվ չեմ կրծե ազատագրվին, բայց հոգևոր վկայությունների շնորհիվ կրնացել եմ ազատագրվին։ Գորդորեմ շատերիդ, որպեսզի շատ նայեք հոգևոր վկայություն, այն վկայությունները, որոնք օրիգինալ են, կեղծված չեն, ու հատկապես որ կտեսնիք, որ մարդը նստած ինքը կվկայե անձամբ շփում է ունեցել Հիսուսի հետ, որովհետև կան վկայություններ, որոնք օրիգինալ չեն ու խաբեության միջոց են, ու շատ կարդացեք Աստվածաշունչը ու Աստծո հետ ունեցեք մոտ սերտ փոխհարաբերություններ։
մեկ էլ մի բան մեր հասկացա, որ ազատագրմանն է ժամանակ կա։ Ես այն տարի շատ բաներից ազատագրվա, ինչի, որովհետև ժամանակն էր ազատագրվելու արդեն, ու փառք Աստծուն ամեն ինչի համար։ Սիրեք Աստծուն միմիայն, վստահեք Աստծուն միմիայն, հետևեք իր քայլերին միմիայն, որպեսզի Տեր եղնի ձեր աչքերին լույս, փրկության ճանապարհ, շատերիդ համար։ Իսկ այդ ամեն ինչը կախված է ձեր իսկ ընտրությունից։ Ընտրեք Տիրոջ հետ մոտ փոխհարաբերություններ։ Եթե դու հետո մի բան մեր հիշեցրեց Տերս հասկացա, որ կան շատ մարդիկ, որ կնա 30-40 տարի հավատքի էշտան, բայց Աստծու հետ մոտ հարաբերություն չունենան ընդհանրապես։ Գիտեք ինչքան ցավ է, երբ որ ու այդ գնացողները հովիվներ են, առաջնորդներ են, բայց չունին Աստծու հետ մոտ փոխհարաբերություններ։ Որովհետև իրանց նպատակը չէ, որ Աստծու հետ մտերմանը։ Ու գիտեք չէ, Աստծու հետ մոտ փոխհարաբերություն չունեցող հովիվները մարդկանց ուժ կտանեն։ Դրա համար ձեզ միշտ կհորդորեմ, վստահեք միմիայն Աստծուն։ Եթե կցանկանաք հարցեր ունիք, իմ նպատակս հետևյալն է, բոլորիդ մոտեցնեմ Աստծուն, լսեք Աստծու ձայնը, կատարեք Աստծու կամքը։ Ես մի հեռախոսով հիմնականում շատ աշխատանքներ չեմ տանի, որովհետև մի Տերս որտեղ որ ինձ բերել է որպես աղոթքի տուն այս տունը, որ նոր ես վարձակալել եմ, այս տունը կծառայե Աստծո փառքի համար։ Եստեղ եւ գերագրատեսակներ կպատրաստեմ եւ շատ շատերի հետ աշխատանք կտանեմ, կհանդիպիմ, կաղոթենք, կզրուցենք։ Եթե կան մարդիկ, որոնք որ կցանկանան, որպեսզի հանդիպենք, աղոթենք, զրուցենք, նաեւ կենտանի ծառայություններ անցկացնենք, կարող եք ինձ զանգահարեք 098 95 00 71 համարին։ Ու ես Տիրոջով տամ ձեր բոլոր հարցերի պատասխանները, աղոթեմ ձեզի համար ու օգնեմ, որպեսզի մոտենաք Աստծուն, լսեք Աստծո ձայնը, կատարեք Աստծո կամքը։ Հեռախոսահամարս այս տեսանյութի տակ կտեղադրեմ, որպեսզի կարողանաք ինձ զանգահարեք։ Աստված օրհնե բոլորիս, թող մեր կյանքի առաջնորդը, ուղեկիցը, բոլոր հարցերի հետ կապված մենակ եղնե Աստված, որ երբեք ու երբեք չսխալվենք, սիրելիներ։ Սկանը լավ մնացեք։